Ինչքան հավես բաներ են կազմակերպում, տնես մեր գյուղում ինչի ոչ մեկ չի անում։ Ինչ եք անում։ Չեմ հասկանում, ստեղ էլ մարդ չկա։ Ծանոթացեք, սա Ուրցաձորն է, գյուղ, որտեղ լեռները լուռ են, բայց երիտասարդների խնդիրները բարձրաձայն, թեկուզ չասված։ Ուրցաձորում երիտասարդները ուզում են ապրել առողջ միջավայրում, բայց բախվում են օդի աղտոտման խնդրին, աղբի այրում, չկարգավորված թափոններ, փոշի եւ անտեսված բնություն։ Սա միայն էկոլոգիական խնդիր չէ, սա առողջության, կյանքի որակի եւ ապագայի խնդիր է։ Երբ միջավայրը անտեսված է, երիտասարդը իրեն չի տեսնում այստեղ երկարաժամկետ։ Մեր համայնքում գրեթե բացակայում են ակտիվությունները, միջոցառումները, խմբակները։ Չկան հարթակներ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, սովորել, ստեղծել, քննարկել կամ պարզապես զգալ, որ իրենք կարևոր են, եւ որ ամենակարևորն է, երիտասարդները չունեն աջակից։ Ազատ ժամանակը դառնում է դատարկ, իսկ դատարկությունը անտարբերություն։ Այս ամենի հետևանքով ձևավորվում է արտագաղթ մտածողություն։ Շատ երիտասարդներ իրենց ապագան պատկերացնում են ոչ թե Ուրցաձորում, այլ հեռու այստեղից։ Ոչ թե որովհետև չեն սիրում իրենց գյուղը, այլ որովհետև այստեղ չեն տեսնում զարգացման հնարավորություն։ Մեծ խնդիր է նաև մասնագիտական կողմնորոշման պակասը։ Երիտասարդները չեն հասկանում, ինչ մասնագիտություն ընտրել, ինչ է պահանջվում աշխատաշուկայում, ինչ կարող են անել հենց այստեղ, իրենց համայնքում։ Սա բերում է հիասթափության եւ կորցրած տարիների։ Եվ վերջապես աշխատատեղերի պակասը, երբ չկա աշխատանք, չկա կայուն եկամուտ, չկա վստահություն ապագայի նկատմամբ, սա վերջին, բայց ամենածանր հարվածն է երիտասարդներին, որը նրան մղում է հեռանալու։ Ուրցաձորում կա նաև սերնդային անջրպետ, երիտասարդների եւ մեծահասակների միջև հաճախ չկա փոխըմբռնում։ Երիտասարդների գաղափարները ընկալվում են որպես անփորձ, իսկ նրանց ձայնը երկրորդական։ Մեկ այլ լուրջ խնդիր է թվային հմտությունների ցածր մակարդակը։ Ժամանակակից աշխարհում առանց համակարգչային գիտելիքների, առանց օնլայն հարթակների օգտագործման հնարավոր չէ մրցունակ լինել, բայց շատ երիտասարդներ չեն ունեցել սովորելու կամ զարգանալու պայմաններ։ Կան նաև հոգեբանական աջակցության պակաս, սթրես, անորոշ ապագա, սոցիալական ճնշում։ Այս ամենը մնում է չլսված, իսկ չլսված խնդիրները խորանում են։ Այս է երիտասարդական կենտրոնը ժամանակին։ Ինչի չի գործում, ինչքան ժամանակ չի գործում։ Ասում մի 7 տարի կլինի, չկա երիտասարդները, հետաքրքրված չեն։ Ցավալի վիճակ է։ Ես ոնց հասկանում եմ, երիտասարդներին առաջել է այս ամենը մտահոգել, բայց իրենց մոտ ոչ մի բան չի ստացվել։ Հա, իրոք, նայի, ծրագրի նպատակն է ակտիվացնել համայնքի մշակութային եւ սպորտային կյանքը, նպաստելով երիտասարդության լիարժեք մասնակցությանը։ Ու հույս ունեմ մեր մոտ կստացվի ու մենք իրենց նման չենք հեռանա։ Էսի ասում հետաքրքիր է, չէ՞, գյուղը այսքան մեծ գրադարան ունի, 1000-ից ավել գրքեր ունի, բայց ոչ ոք չի կարդում, ինչի։ Իրականում հարցի պատասխանը ավելի պարզ է, քան պատկերացնում ես։ Երիտասարդներին մեր օրերում հետաքրքրում են նոր տպագրության, գունավոր, գեղեցիկ գրքեր, որոնք կձգեն իրենց, իսկ այստեղի համարյա գրքերի 99%-ը սովետական գրքեր են։ Երեխեք լսեք իմանան ինչ ծրագրի մասին եք իմացել, անունը Ինովարիվա, մենք բոլորով պետք է մասնակցենք, որ ինչ-որ բան շարժենք մեր երիտասարդների մեջ, ով համաձայն, ասեք մանրամասն։ Ինչ հավես ունեք։ Այսքան ժամանակով է ինչ-որ բանի հասել, որ մենք հասնենք։ Բայց ինչ ես տենց մտածում, օրինակ որոշ մարդիկ հասել են ինչ-որ բանի։ Ես համաձայն եմ Մագայի հետ, եթե մենք էլ փորձենք, մի բանի կհասնենք։ Ծրագրանը Ինովարիում է ու բոլոր այն երիտասարդների համար է, ովքեր սիրում են իրենց համայնքը, դե մեր պես էլի գիտես։ Բայց Ուրցաձորը միայն խնդիրների մասին չէ։ Ուրցաձորը երիտասարդների մասին է, ովքեր ուզում են մնալ, ստեղծել եւ զարգացնել իրենց համայնքը։ Եթե մեզ վստահեն, եթե մեզ լսեն, Ուրցաձորը կարող է դառնալ ոչ թե լքվող, այլ զարգացող համայնք։ Սա մեր իրականությունն է, սա մեր ձայնն է, սա Ուրցաձորն է։ Մենք դեռ սովորել ճանապարհին ենք, սակայն մենք ունենք ցանկություն եւ պատասխանատվություն աշխատել մեր համայնքի համար։
Գտնեցինք այս ծրագիրը, քանի որ այստեղ մեզ կլսեն եւ կաջակցեն գաղափարի իրականացման համար։ Մենք ոչ միայն ուզում ենք խոսել, այլև գործել։ Մեզ պետք է գիտելիքներ, փորձ եւ հնարավորություններ մեր գաղափարը կյանքի կոչելու համար։ Մենք մեր թիմի մեջ ներգրավելու ենք տարբեր երիտասարդների, ովքեր պատրաստ են մեզ օգնելու եւ աջակցելու այս հարցում։